Եկեք միասին ավելուկով ոսպով ապուր պատրաստենք։ Դրա համար մեզ հարկավոր է ավելուկը թրջել, որպեսզի այն փափկի։ Փափկելուց հետո մի լավ մշակում ենք, հեռացնում ենք բոլոր կոշտ հատվածները։ Հյուսքի մեջ շատ լինում են այսպիսի պոչիկներ։ Բոլորը հեռացնելուց հետո լցնում եմ կաթսայի մեջ ու եռացնում։ 1-2 րոպե եռացնելուց հետո ջուրը թափում եմ, լցնում եմ նորից եռացրած ջուր, ոսպ եմ ավելացնում ու թողնում եմ եփվի։ Այդ ընթացքում պատրաստում ենք սոխարած։ Ավելացնում եմ նաև այստեղ նախապես լվացած բլղուրը եւ սոխարածը պատրաստ լինելու պես ավելացնում եմ մեր ապուրի մեջ։ Աղ ենք անում եւ մեր ապուրը պատրաստ է, բայց որպեսզի այն ավելի համեղ լինի, ավելացնում եմ մանր կտրատած ընկույզը եւ կարող ենք մատուցել։ Իսկ դուք կիսվեք ձեր պատրաստման եղանակով, ինձ շատ հետաքրքիր է ինչպես եք դուք պատրաստում։ Վերջում էլ ավելացնում ենք սխտորը, ընկույզը եւ մատուցում։ Սպասում եմ ձեր պատրաստման եղանակին եւ եթե հավանեցիք հոլովակը սրտիկեք։